Արա ասում եմ, մեր սերունդը կրեց այս անկախությունը բերեց, այդքան զողողություններ տվեց, զոհեր տվեց, զրկանքներ տարավ, անկախությունը ձեռք բերեց, ինչքան է սովետի փլուզումը էր, մենք դեր ունեցանք, մեր սերունդը դեր ունեցավ, Ղարաբաղի հաղթանակը կրեց, անցավ 30 տարի, 2000 սերունդ ծնվավ, սաղը տանուն տվեցիք հայրենիք, արա, հիմա դուք եկի ասում եք, ջահել վաղտ ինձ ասում են, հələ փոքր ես, քու հերթը գկա, ետարենք դեպուտատ լնես, ոնց որ գիտեն մեդալ եմ տալի, էլի դեպուտատ լնելը, հիմա մեծացել եմ, ասում են, հələ գնացեք սերնդափոխություն, մենք ջահելներով պետք է անենք, ջահելներով հիմա ինչ արել եք, Լիլի ջան, կներեք, դուք եք ջահել, իմ տղերն էլ ջահել, բայց մեկը սերունդը ամբողջական որակական անկում ապրել, դրա համար պետքա ուղակի գաղափար, իսկ եթե բարոյական արժի համակարգը ժողովուրդը ունենար, ինքը կկարանար հասկանար, որ արժեքներ կրող փոխանակ ամեն հաջորդ սերունդը ավելի բարձր արժի համակարգ ունենար, օրինակ մենք սովետի վաղտ ազատամիտ էինք շատ հարցերում, բայց սովետը թույլ, ասենք հայրենասեր ընկերասեր արժեքներ ենք դավանում, չէ, բայց սովետը թույլ չէր տալի անկախ պետականության մասին խոսալ։ 91 թվականից հետո փոխանակ նոր սերունդը համ նախկին ընկերասիրությունը, հայրենասիրությունը, ազնվությունը պահպաներ, համ էլ վրան գումարվեր, որ անկախ պետականությունը ամենաբարձր արժեքն է, որ հիմա արժեքներն են, Էդի չձեռք բերեց, թքած ունեցավ պետության վրա, այդ մնացածներ որակները կորցրեց, դու այսօր պարտված սերունդը, այս սրանք հաղթող սերունդ չեն, սրանք ըստ էության մենք երբ որ ասում ենք անկախության սերունդ համարում ենք իրանց որպես հաղթող սերունդ, բայց իրականում դարավ հաղթող սերունդը այսօր իմ ծերացած սերունդն է։ Իմ մի քիչ մեծ ու մի քիչ փոքր սերունդն է, սրանք պարտվող սերունդ են։ Ու այսօր եկել է պարտվող սերունդը, Ղարաբաղ կորցրած, հայրենիքի հողակտոր հատվածներ կորցրած, բարոյական դեգրադացիայի ենթարկված, ցեղասպանությունից հրաժարվող,